Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սուրբո ամեն։ Այսօրվա ավետարանը, որ գարտացինք քիչ առաջ սարգսակը որ գարտած, մեջ Հիսուս կքալե ճուրին վրայեն։ Հետաքրքրական էր, որովհետև աշակերտները վախով լեցուն էին, երբ տեսան Հիսուսի, վախծած էին։ Եվ Հիսուսի բառերը այս են. մի վախնակ, ես եմ։ Ինչ կսպասեք։ Ինչ կսպասեք։ Ես եմ, մի վախնակ։ Ես եմ գսե։ Գիտեք որն է անի։ Աստծո անունն է։ Ես եմ, այդ է, որ թրված է ամեն մեր հայաստանյաց եկեղեցու խորանի վերևը, այդ է Աստծո անունն է։ Ես եմ։ Մի վախնակ։ Քիչ առաջ բادرակի ընթացքին դուք որ այստեղ եք, թերևս ինձ հետ վախը մտավ մեր մեջը, երբ շարժում եղավ ցայնը դա մեկ անգամ են Հակոբ Սարգսակին դարձասի ինչ է ասի սա ինքնատիր է հելիկոպտեր կա վերը եւ վախս հանգստացավ դժբախտաբար այս վախը գա մեր բոլորի մեջ ոչ միայն Հիսուսի դեմքեն բայց այլ վախը գա որ մեր կյանքը ապահով չէ եւ կսպասենք պատասխաններու այսօրվա ավետարանի մեջ կգարտանք որ Հիսուս աշակերտներեն հերացած էր եւ մեկ անգամ իր կողը մոտեցավ։ Անցած գիրագի եթե գիշեք ավետարանը որն էր։ Հիսուս դարձյալ հրաշք կատարեց, ճուրը քինի փոխեց։ Հիմա այս երկու հրաշքները շատ անգամ զաղրանքի առարգա գտարնան։ Բազմիցս անգամ մարդիկ ինձ գնային քինիգը հրամցնեն ինձի եւ մեկեն աչքերնին ասանք մեկ հատ թարթինչնին գիչեցեն գսեն որ դեր հայր գիտեք Հիսուսն ալ քինի խմեց կարծեք թե Հիսուս չխմեր ես աբեդի չխմեմ այսինքն դառնակ բան է եւ ասի դժբախտաբար ասանք մանգական հասկացողություն մնե դեր հայր քինի արեք Հիսուսն ալ ճուրը քինի փոխեց դուք ինչ կսորվեցնեք մեզ Ճուրին վրայեն քալեց, մարդիկ մտածեն, արդյոք քարգար անդեղ։ Այսօր իմ քարոզիս նյութը հավատքի հասունության մասին է։ Եկեք այս մանգական բաները մեկ գոմ տնենք։ Գիտեք այսօր գիրագնորիայի մեջ նկարներ գուտան, դարբեր քույն մադիդներով եւ մադիդներով կգծեն։ Դժբախտաբար շատ անգամ մեր հասկացողությունը հավատքի այդ մանգական ցևով է։ Երբ իսկական Աստված մգա, որ մեզ հետ հարաբերություն ունի, մեր նեղության մեջ, մեր դժբախտության մեջ, նայեցեք մեր աշխարհի մեջ, ինչ նեղություններ կան, վախ կա։ Քացկեղը իր գլուխարածը երթա, վախ կա ամեն օր, հիվանդություն է։ Վախ կա ամեն օր, որ ապահով չենք, ինչ պիտի լա, այս վախի մեջ կաբրինք մենք։ Եվ այս վախը դժբախտաբար լուծումը թիրուն է, բայց մենք չենք բռներանի իբրև քրիստոնյաներ, մենք չենք հասկնար։ Հիսուս կսե մի վախնակ ես եմ։ Արդյոք եթե հասունություն ունենայինք հավատքի մասին։ Քան թե խնդալ, որ Հիսուս ճուրը քինի փոխեց։ Քան թե զաղրանքի դարձնենք, եկուր ընդունենք։ Ինչ էր այդ բազմության նպատակը։ Սեղանաբեդը գսե որ ընդհանրապես մարդիկ այդ լավ քինին սկիզբը գհրամցնեն։ Հետո հորը քինին որ Երբ որ մարդիկ հարբած են, համաչեն կեր, բայց դուք այդ ընդիր քինին բահած եք մինչև վերջը, այսինքն Հիսուսով ամեն ինչ ընդիր է։ Այսօրվա բազմությունը, ինչ է սրա նպատակը, ոչ թե քարեր ուրեն, Հիսուս ինչպես, ընդունենք, որ Հիսուս դերն է աշխարհի, Հիսուս այն է, որ ճուրը ստեղծեց, ինչու պետք է չքալե։ Եթե այս հասուն ցևով մոդենանք մեր հավատքի, ինչ կբադայի։ Հետո ավելի կարևոր բաները
ավելի կարևոր նյութերը արժեք գտնենք անոնց։ Օրինակ Հիսուս կսե սիրեցեք իրար, հարգեցեք իրար, գնացեք եւ խնամեցեք անոնք, որոնք դուն չունին, անոնք, որոնք ուդելիք չունին, իրար հարգեցեք, նայեցեք արդարության ոգիով բդդեցեք, հետաբնթելով արդարություն կյանքի մեջ։ Շատ անգամ երբ մանկական ցևով կմոտենանք հավատքի, կմոռնանք, որ կարևոր բաները, որ Հիսուսը ասած է, անոնք կմոռնանք։ Այստեղ Պողոս առաքյալ գրե, եթե խոսիմ մարդոց հրեշտակներու լեզուներով, բայց սեր չունենամ կնմանիմ բղինձիմը, որ կհնչե կամ կձնձղաներու, որ կղողանչեն։ Այս համարը վստահ եմ բոլորը դա լսած եք։ Հարսանիքներու գերտանք, սիրո մասին կխոսին, դեր հայրը գելա, բադվելին գելա, սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանցիր, չի կորոզանար եւ այլն եւ այլն։ Դժբախտաբար հաջորդ դողը չեն գարտար։ Ինչ կսե այստեղ Պողոս առաքյալ։ Գսե երբ դղայի, դղու բես կխոսեի, դղու բես կխորեի, դղու բես կթադեի։ Իսկ երբ այր դարձա, դղայական բաները մեկ գոմ դրի։ Այս խոսքը շատ կարևոր է հավատքի մեջ, որ հասուն հավատք ունենանք։ Գիտեք, ուրիշ պատճառ չկա, որ մենք այսօր ողջ ենք։ Գրնակ պատկերացնել Փասադինա ասված դերմը աշխարհի բոլորովին մյուս կողմը մեր ծնունդեն այստեղ խումբ հայեր հավաքվեր են, աղոտ կնեն։ Ինչ է պատճառը, որտեվ մանկական բաներով սպառվեցանք։ Պատճառը մեկ է, ես եմ, մի վախնակ, ես եմ, ցեզի հետ եմ։ Եվ այս մեր հետը ըլլալը մեր համոզումը պետք է։ Գիտեք, հրեաները գսեն, որ իրենք ընդրյալ ժողովուրդն են։ Հիսուս եկավ եւ անի մեկ գոմ դրավ։ Ասավ պիտի մեկը ընդրենը դուք պիտի ընդրեք Աստուծո, ոչ թե Աստված ձեզի ընդրած է։ Բոլորը դա լավասար եք, բոլորը դա լավ Աստուծո ընդրյալներն եք, բայց արդյոք մենք կընդրենք Աստուծո։ Այն է հարցումը։ Եվ այսօր երբ կգանքնենք այս համարներու առջև, իմ աղոտ կսե, որ իբրև մարդիկ մենք ալ հասունություն ունենանք։ Գիտեք, այս շաբթվա վերջը Հովնան Մարգարեի դոնն է։ Մենք ունենք առաջնորդը, որ ինչ տեսակ նեղություններ վերջերս կքաշե Հովնան Սրբազանը։ Մենք իբրև փասադինացիներ, որ այստեղ ապրեցանք եւ տեսանք այդ մեծ գրագը, մորցած ենք արդյոք, որ երբ Սահակ Մեսրոբ, որ գանի ուրիշ հարանվանության, երբ մինչև քեդինը այրեցավ, ով էր որ լուծումը կդավ։ Հաջորդ օրը Հովնան Սրբազանը արդեն գարկատրություն ըրավ, որ թբրոցը բաց մնա։ Ինչպես է որ մենք կմոռնանք ամենակարևոր բաները, կարևոր թեփքերը մեր կյանքի մեջ։ Կմոռնանք, որովհետև ուրիշ բաներով սպառված ենք, քան թե արդարության ճանապարհը։ Եվ այսօր իմ հույսս է, որ ավելի հասուն ցևով մոդենանք մեր հավատքին, ոչ թե ասանք ծաղրանքի, ոչ թե իբրև բզդիկ անեկդոտներ դալով, բայց հասկանանք, որ այո, մենք հայերս այսօր ողջ ենք։ Ողջ ենք այսօր, ոչ թե որովհետև փաժագաջար պիտի խմենք իրարու, սաղ լինես եւ այլն, ողջ ենք, որովհետև Աստուծո հետ համաձայնություն ունենք։ Եվ այդ համաձայնությունը եկած է մեր եկեղեցի միջոցով։ Ուրեմն Աստված օրհնե ցեզ բոլորի հետ, աղոթեմ, որ այս շաբթվա ընթացքին մանավանդ գիտնալով, որ շաբթվա վերջը Սուրբ Սարգիսի դոնն է եւ շատերը կբادرաստվին Սուրբ Սարգիսի։ Նայեցեք, Սուրբ Սարգիսի դոնն նույն բանը, աղի բլիթի խնդիր կա, չէ՞։ Քիշերը աղը պիտի տնեք, աղոտ հաց պիտի տնեք, բարձի դագը, որ քեղեցիկ նշանած ունենա։ Հասունություն, չէ՞։ Սուրբ Սարգիսը մեզի համար եղած է այդ սուրբը օրինագելի կյանք ապրած է։
Գուզեք այդ մյուս բաները հիշել, գուզեք քիչ ուրախանալու համար ըրեք, բայց դա չէ Սուրբ Սարգիսի դոնը։ Ես հագարակ չեմ, ուրախացեք։ Բոլորս ալ պետք է ուրախանան, բայց փունդոնը հարգենք։ So if I were to ask you today, is it possible to have a church without a Bible? You'd probably all say, well, no, you can't. The Bible is at the core. Yet the next 4 days in our Armenian church is called Arachavoratz Bak. It's the fast of the catechumens. And every day of the year in our church, there are specific readings for that day, just like today. Except for these 4 days. Tomorrow till next Thursday. There's no Bible readings. And you go, what? How would you have a church without Bible? There's no readings there. There's no instruction. In fact, it is a time of learning. In our Badarak, there's a little portion where we say, Mivok herachais, Mivok terahavaditz. Anonk voronk havatkov letsunchen tok turselan. We say this every Sunday during the Badarak. In the old days, what they would do, let none of the catechumen, a catechumen is somebody who is learning about faith. And so what they would do is the deacon would say this, and then they'd go round up the people, and they'd take them outside, not to throw them to the wolves or to anything else. No, that area right outside the church doors was called the Kavit. That's where the original Sunday school was. And so they would round up the people who needed instruction, mivok herachais, those people who were not worthy to come up for communion, let them go outside, artruns yelek yev agotetzek. Go out of the doors, trunk doors, artruns yelek yev agotetzek, and pray, go outside. So this was in the older traditions, and St. Gregory, back in the 4th century, he established these 4 days, Arachavoratz Bak, for us to understand that it's much more than Bible. It's about having faith. You know, my grandfather didn't read or write. You know how he signed his name? It was an X. Yet he had more faith in his pinky than most people. It wasn't because he read a Bible, but he had that inner faith. And our whole story, if you look back on your people, there's people with incredible faith. It's not about reading something. It's about living something. And that's what our Armenian church pushes us to do. Yeah, you could read all you want. We see that right now on the world stage. We have actors who get up and they quote Bible. But if you're not living that Bible, who cares? What good would it be if I sat here and I said, love one another, and then I went out and I just beat up somebody? You'd say, wow, that doesn't work in his life, right? And that's the invitation that we have during this week, to make it real, make your life real. At the end of this week, we have 2 major feasts. One is the Jonah, Hovnan, the prophet, about his repentance. And then next Saturday is Saint Sarkis. These were people who instructed us with their lives. It wasn't just because they spoke good things, but they lived good. They lived that life that was God-pleasing. And so today, when we've got a life that's full of fear, where hatred is now in its own category, where there's disease, people scared of different things, it's about time that we started looking inward. There was a famous monk who once said, when I saw the problems in the world, I prayed for the world to change, and God didn't do anything. He says, then I prayed that my city, my community would change, and God didn't do anything. And then I prayed to God that He would change me,
And then the world changed. You're the only person who could help yourself. Don't look for other people's answers. They're right in your hand, and they are available to you when you start realizing that God of the universe is right here, right in your midst, in your heart, and is a part of you. He's inside every one of us. Tap into that. That's what this week is all about, the week of the catechumens. And may God bless you all. And by the way, I just noticed during that in today's newsletter that Ned Hyde makes available, there's a nice little story about what the catechumens are about. If you want to take a look at it a little bit more in depth,